Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը, ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդված։ Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից բացառությամբ դատական կարգով, օրենքով նախատեսված դեպքերի։ Սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ, գերական հանրային շահերի դեպքերում, օրենքով նախատեսված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ, ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդված։ Սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր գույքն օտարելու, սեփականության իրավունքից հրաժարվելու, գույքը ոչնչացնելու և գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի, օրենքով նախատեսված այլ դեպքերում։ Չի թույլատրվում սեփականատիրոջ գույքը հարկադրաբար վերցնել կամ առգրավել, բացի այն դեպքերից, երբ օրենքով նախատեսված հիմքերով առաջին՝ պարտավորությունների համար գույքի վրա տարածվում է բռնագանձում, երկրորդ՝ օտարվում է այն գույքը, որը օրենքի ուժով չի կարող պատկանել տվյալ անձին, երրորդ՝ սեփականության, հասարակության և պետության կարիքների համար օտարվելու, չորրորդ՝ վերցվում են անտնտեսվար պահվող մշակութային արժեքները, հինգերորդ՝ կատարվում է ռեկվիզիցիա, վեցերորդ՝ կատարվում է բռնագրավում, յոթերորդ՝ իրավաբանական անձը դատանի վճռով վերակազմակերպվում կամ լուծարվում է, ութերորդ՝ գույքը օտարվում է սույն օրենսգրքի 197 հոդվածի 4-րդ կետով և 208 հոդվածներով նախատեսված դեպքերում։ Պետության սեփականություն հանդիսացող գույքն օտարվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց մասնավորեցման, ապա պետականացման մասին օրենքներով սահմանված կարգով։ Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող գույքի պետականացումը, ազգայնացումը կատարվում է օրենքի հիման վրա, այդ գույքի արժեքի և վնասների հատուցմամբ, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 286-րդ հոդվածով սահմանված կարգով։